ես էլ եմ ասում, եթե որևէ երկրի տարածքում նկատվում է հակաօրինական գործունեություն, տվյալ երկրի կիբերանվտանգության համար պատասխանատուները, դա կլինի ոստիկանությունը, թե այլ ԱԱԾ-ն, իրենք շատ արագ իրենց գոլեգաների խնդրանքով արգելափակում են այսպիսի կայքերը կամ եթե տեղի ունենում կիբերհանցագործություններ ունեն դրամաշրջություն կամ խաղկերություն բանկային հաշիվների կապված, իրենք շատ արագ արգելափակում են։ Այսինքն սա մի քայլերից մեկն է, ես չեմ կարող ասում շատ մեծ քայլ է կամ շատ փոքր քայլ է, բայց մի քայլերից մեկն է, որպեսզի կարողանալ նվազեցնել կոնկրետ Հայաստանի և Լիտվայի դեպքում այդ երկու երկրների հնարավոր կիբերհանցագործությունների աճը և նաև նվազեցնել այդ հասցնելու ձևերը։ Դա է այսինքն դե Լիտվայի տարածքից sense օրինակով ասեմ մեկը կողքին է հայկական կայքերը, կամ բանկային հաշիվները, ուղղակի այստեղ միանգամից մենք դիմում ենք Լիտվայի համապատասխան ուժերին, որոնք այդ ապսուլյուցիոն են և հակառակը։ Եվ երեստի վերջին հարցից, եթե այլ հարցեր չունեն, ինչպես սովորական հասարակ օգտատերերը կարող են պաշտպանել իրենց անձնական էջերը նմանատիպ հարձակումներից, որովհետև հենց թեկուզ ապրիլից հետո բավականին տեսնում էինք Facebook-յան էջեր էին կոտրվում անգամ։ Իրենք պետք է շատ ուշադիր լինեն, ենթադրենք տվյալ հարթակում դա լինի Facebook, Twitter կամ չգիտեմ այլ հարթակ դրանցից ուշադիր կա, ոչ մեկ չի կապվում, այնտեղ նշված է կետերը, երբ դու ընդունում ես և գրանցում ես, ոչ մեկ չի կապվում, ուշադիր կապել դա և հասկանալ, որ դեպքում ես կարող են արգելափակել և կոտրել։ Դա առաջինը և երկրորդը դա, որը գալիս է ենթադրենք տվյալ հարթակների ադմինիստրացիայի կողմից հնարավոր վտանգը, և երկրորդը շատ ուշադիր լինել սեփական մեյլերին, սեփական ակաունտներին, ժամանակին փոխել պարոլները, այնպիսի տեղեկատվություն չպահել, ձեր մոտ, որը կարող է հետևաբար և ձեզ և եթե դա կապված ենթադրենք կայքերի կամ աշխատանքի հետ, նաև աշխատանք են բերում նաև ձեզ չվնասի, դա է հիմնական խնդիրը։ Ամեն դեպքում դա կնվազեցնի ռիսկը, բայց ասեմ, որ կապահովի ձեզ հարաբերություն դա բանար է, որովհետև բոլորս դա հասկանում ենք, որ եթե մենք մեկ անգամ հայտնել ենք համացանցում, մենք արդեն մեր մասին ամեն ինչ հայտնել ենք, այսպես ասեմ, համացանցին, և հնարավորության դեպքում ոչ մեր Facebook-ի չափն ապահովագրված, ոչ մեր անձնական նամակները կամ կարգինը ապահովագրված է, այսինքն ցանկացած դեպքում դա և կարդում են, և վերլուծում են, և դրա հիման վրա նաև գովազդային առաջարկներ են դառնում, և կարող են, եթե դուք կարևորություն եք, կարևոր բանտ եք աշխատում,